Ֆարշը խփեցինք, ընկերներ ջան, ահա, շատ լավ մանրացրել ենք։ Հիմա մենք ունենք այսպիսի թաղանթներ, 6 հատ, պոչերը կապում ենք թաղանթների, հետո կդնենք տաք ջրի մեջ։ Անկյունները, պոչերը կապում ենք, դնում ենք ջրի մեջ, թռչրի մի քիչ կփափկի ինքը։ Մենք ունենք ահա այսպիսի սպրեյ, ինքը նախատեսված է մսի համար։ Եթե ուզում ենք միսը առանց օդի նորմալ ստանանք, սրսկելու համար է սպրեյը, հենց հատուկ նախատեսված է այսպիսի բաներ պատրաստելու համար։ Կլցնենք ֆարշը։ Հիմա կլցնենք այս թաղանթների մեջ, անկյունից այսպես, լցնելով կգանք։ Մենք լցրեցինք թաղանթների մեջ, հիմա կդնենք աղ, բայց ստեղ կարևորը ինչն է ընկերներ ջան։ Մենք պետքա թաղանթներից հիմա հանենք, աղի մեջ պտտենք եւ դնենք աղ, որը որ միշտ արել ենք մսի հետ։ Հիմա դուք կհարցնեք, բա ինչի համար լցրեցինք թաղանթների մեջ, որովհետեւ տնային պայմաններում մենք չունենք տեխնիկական մեծ սպրեյ, երբ որ այդ ձևով արվեր, միանշանակ մենք չենք լցնի թաղանթների մեջ, բայց տան պայմաններում պետքա այս ձևով արվի, որովհետեւ մենք այս չափը չենք կարա ստանանք։ Հաստ դիամետր ստանալու համար պետքա լինի սպրեյ, ըստ դրա դուրս կա թաղանթ։ Հիմա այս դեպքում մենք անում ենք այս տարբերակով։ Իրան սենց հանում ենք։ Լցնում ենք աղը։ Ստեղ։ Եվ լցնում ենք աղը մեր ամանի մեջ։ Այստեղ ինքն է, արդեն դուրս եկավ, շատ լավ է, այս ֆորման է մեզ պետք, այս ֆորման ստանալու համար, այսինչ պետք է արվի, ինքը արդեն կամրան է, շատ զգուշ, ասենց տեղափոխում ենք մեր ամանի մեջ։ Հերթով անում ենք բոլորը։ Ավելացնում ենք մի քիչ էլ աղ։ Ահա կտորները։ Շատ լավ է։ Կթողենք այսպես 10 օր կմնա աղի մեջ։